Դա կամ կլինի շատ լավ գործարք, կամ ընդհանրապես ոչ մի գործարք չի լինի։ Ամերիկան պատասխան է տալու այդ գրոհների համար։ Միացյալ Նահանգները շաբաթասկզբին հարվածներ է հասցրել Իրանին ամերիկացի բարձրաստիճան զինվորականների փոխանցմամբ, գրոհի թիրախներն էին հրթիռների արձակման կայանները եւ մարտական նավակները։ Պենտագոնը ասում է, որ հարվածներ հասցնելու որոշումը ընդունվել է ինքնապաշտպանության նպատակով։ Միանգամայն հակառակ տեսանկյունից բախումը որակում են Իրանում, որտեղ ասել են, թե Ամերիկան նենգաբար խախտել է հրադադարը եւ կպատժվի այդ ահաբեկչական արարքի համար։ Թեհրանը ընդգծել է, որ ունի վճռական հակահարված տալու իրավունք։ Կողմերը պետք է համաձայնեցնեն առճակատումը դադարեցնելու խնդիրը Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը Հորմուզի նեղուցի վերաբացման թեման օդանավում քննարկել է մի խումբ լրագրողների հետ։ Մարկո Ռուբիոն նշել է, որ բոլոր երկրների շահերից է բխում նավթի փոխադրման առումով չափազանց կարևոր նշանակություն ունեցող այդ նեղուցի բնականոն աշխատանքը։ Ընդ որում, ըստ պետական քարտուղարի ոչ մի երկիր չի ցանկանա ինչ-որ սակագին վճարել նեղուցով օգտվելու համար։ Նրա խոսքով վճարովի համակարգի մասին միայն Թեհրանի ռեժիմն է խոսում։ Ընդհանրապես, նեղուցները պետք է բաց լինեն եւ անցման համար գումարներ չպետք է գանձվեն, հետեւաբար անհրաժեշտ է հստակ լուծում։ We'll have to work through that. If there's going to be a deal, we're going to have to work through. But this is Դա կամ կլինի շատ լավ գործարք, կամ ընդհանրապես ոչ մի գործարք չի լինի։ It's either going to be a good deal or there isn't going to be one. Մինչդեռ Իրանում շարունակում են խստորեն քննադատել Վաշինգտոնի հարձակումը, նշելով, որ երկուշաբթի օրվա ռազմական գործողությունը մեծ վնաս է հասցրել բանակցային գործընթացին։ Այդ խնդրի վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է հատուկ ուղերձ, որը ընթերցել է Իրանի պետական հեռուստատեսության հաղորդավարուհին։ Իրանը երբեք անարձագանք չի թողնի իր դեմ որևէ ագրեսիվ գործողություն եւ ամեն բան կանի իր ժողովրդին պաշտպանելու համար։ Ամերիկան պատասխան է տալու այդ գրոհների համար։ Սկսվել է հաջը մահմեդականների տարեկան ուխտագնացությունը։ Մոտ 1.5 միլիոն հավատացյալներ, այդ թվում Իրանից, հասել են Սաուդյան Արաբիա, որտեղ Մինայի հովտում այսօր հատուկ ծես է սատանայի կամ շայթանի քարկոծումը։ Նրանք երեքական քար են նետում սատանայի խորհրդանշող 3 սյուների վրա։ Բռնությունների շղթան մերձավոր արևելքում չի ընդհատվում, ատելության աղբյուրը չի սպառվում, այսօրվա գործողությունները էլ ավելի են սրում վիճակը։ Այդ մասին է խոսել բոլոր պատերազմները հետևողականորեն եւ աներկբա դատապարտող Հռոմի Լևոն 14-րդ պապը։ Stiamo provocando sempre più odio, la violenza non aiuta da tutte le parti։ Մենք ավելի ու ավելի շատ ատելություն ենք հրահրում, բռնությունը չի օգնում կողմերից եւ ոչ մեկին։ Ուստի ուղերձը պետք է լինի այն, որ վերադառնանք բանակցություններին, ցկտենք երկխոսությամբ լուծել խնդիրները եւ հարգենք բոլոր մարդկանց իրավունքները։ Sempre rispettando i diritti umani di tutti։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր մեր թողարկման ավարտից հետո Երևանի ժամանակով երեկոյան 7-ին գումարելու է կառավարության նիստ, որին ներկա կլինեն առանցքային բոլոր պաշտոնյաները։